Տերոջ հանով ողջունում ենք ձեզ, ուրախ ենք, որ սարսիալ Տերը մեզ առիթ տվավ մի շաբաթ ևս, կյանք երկարեց եւ այդ բան մեջ ենք։ Մենք անցյալ մի քանի ամիսների ընթացքում խոսել ենք եւ շարունակում ենք խոսել մարդու վարդապետության, մեղքի վարդապետության մասին, մասնավորաբար անկման վարդապետության մասին, եւ այսօր վերջին դասն է այդ անկման մասին խոսելուց։ Տեսանք, որ Աստվածաշունչը սովորեցնում է, որ մարդ արարածը ծնվում է մեղքից անկում կրած վիճակով։ Եվ բացատրեցինք ինչ է նշանակում, երբ ասում ենք մարդը մեղավոր է ծնվում։ Եվ ասացինք, որ այդ բնության հարցը եւ բնությամբ բարոյապես եւ հոգեբորապես Աստծո առաջին անկարող եւ տկամ է ծնվում մեր ծննդից ի վեր նրան հաճելի եւ նրան փառավորող բաներ անելու, որպեսզի նրա առջև կարողանանք արտահանանք մեր մեղավոր բնությունից։ Դրա համար կարիք ունենք ուրիշին, այսինքն Հիսուսին, որ նա մեզ համար ապրեց եւ մեռավ եւ մեղքի պատիժը վճարելով մեզ արտարացնում է նրանց, ովքեր հենվում են կամ սփռվում են կամ փռվում են Հիսուսի վրա։ Ուրեմն մենք շատ խոսեցինք այս բառի մասին՝ լիովին պղծություն։ Եվ խոսում ենք լիովին պղծության մասին, total depravity։ Երբ որ խոսում ենք այս լիովին պղծության մասին, պետք է այսօր խոսենք, թե ինչ չի նշանակում սա, որովհետև այս վարդապետության քննադատները ընդհանրապես անհավատները չեն, ընդհանրապես հավատացյալներ են, քրիստոնյաներ են, որոնք վերակազմ կամ բարեկարգյալ չեն իրենց հավատանքի մեջ, եւ այս հասկացողությունը չեն ըմբռնում, թե ինչ է նշանակում սա եւ ինչ չի նշանակում սա։ Եվ որովհետեւ լավ չեն հասկանում դա, սկսում են առարկություններ անել, քննադատություններ անել, որ սխալ ենթադրությունների վրա է հիմնված, եւ այսօր ուզում եմ այդ երկու սխալ հիմնական ենթադրությունները հերքել, մերժել, դրանց պատասխանել, որպեսզի երբ որ դուք միտեղ նստած խոսում եք մարդու վիճակի մասին եւ ասեք մարդը մեղավոր է ծնվում, ինչ է նշանակում, այսինքն լիովին պղծված, անմիջապես կլինեն ուրիշ հավատամքի կամ ուրիշ վարդապետության հետևող քրիստոնյաները, ոչ, այդպես չի, մարդը կարողություն ունի բարի անելու, ընտրելու Աստծուն կամ չընտրելու Աստծուն, ինչ եք ասում, դա ուղիղ չի։ Այդ վարդապետությունը իրենց համար շատ գարշելի է թվում, անընդունելի է թվում։ Եվ դրա համար ես այսօր ուզում եմ, որ սրա մասին մի քիչ խոսենք, թե բարև ձեզ հայրեգետ ֆիներ անեցեք, ուրախ եմ մեծ հետո։ Այսօր ուզում եմ խոսել, թե ինչ չի նշանակում, երբ ասում ենք լիովին պղծություն։ Երկու բաներ չի նշանակում, եւ այս երկու բաները ոչ վերակազմ, ոչ բարեկարգյալ հավատացյալներ, քրիստոնյաներ, սրանց վրա շեշտում են եւ դրան որպես առարկություն են ներկայացնում, որպեսզի այս վարդապետությունը չեղյալ համարվի։ Ուրեմն, առաջին բանը, որ սա չի նշանակում, այս է, այն սխալը, որ կարող ենք ուղղել, թե ընկած մարդը, այսինքն լիովին պղծված վիճակով ծնված մարդ արարածը, կարող է բարի գործեր անել։ Որովհետև ասում են, եթե ասում եք լիովին պղծված են, ուրեմն բացարձակապես բարի անելու կարողություն չպիտի ունենան։ Ուրեմն այդ բարեգործները, որ բարեգործություն անում, լինեն դրանք հավատացյալ կամ ոչ քրիստոնյա, բայց դրանց ինչ կասեք, անցյալ անգամ դրա մասին խոսեցինք։ Ուրեմն առաջին բանը, որ մենք շեշտում ենք եւ ասում ենք, որ սա ուղիղ է, այն է, որ մեղավոր մարդիկ, մեղավորներ կարող են բարիք անել։ Կարող են բարիք անել։ Մենք չենք ասում, որ լիովին պղծված վիճակով մարդը բացարձակապես բարիք անելու կարողություն չունի։ Անցյալ անգամ նշեցինք, որ լիովին պղծություն չի նշանակում, որ այլևս բարեգործության անկարողություն։ Մարդկորեն բարի եւ ժողովրդին օգտակար բաներ անելու տակավին կարողություն ունի։ Ինչպես օրինակի համար նշեցինք, նրանք կարողանում են սիրել իրենց զավակներին, սիրել իրենց շրջապատին, նվիրատվություններ անել,
զուհողաբար ծառայել, նվիրաբար ծառայել ազգին, քաղաքականության, ընկերության, ընտանիքին, նույնիսկ եկեղեցուն, հոգևոր եւ ոչ հոգևոր գործունեության, մարդասիրական աշխատանքների եւ հազարավոր միլիոնավոր մարդիկ կան, որ այդ գործերն անում են։ Նրանք ամբողջ աշխարհում սփռված այդ գործերի մեջ կարողանում են մասնակցել։ Այսպիսի կարողություններ մարդ արարածից աստվածապատկերության բաժինն է։ Թեպետ մարդը մեղավոր է ծնվում, մեղքի վիճակով է ծնվում, լիովին պղծված է ծնվում, բայց նա իր Աստծո պատկերակրությունը չի կորցնում։ Մենք տակավին Աստծո պատկերակիրներն ենք եւ դրա համար մարդկային կյանքը արժեքավոր է եւ սուրբ է։ Այսպիսի կարողությունները Աստծո հասարակած շնորհքի արդյունքն է, որ բոլոր մարդկանց վրա Աստծո պատկերը լինելով, դա Աստծո հասարակած շնորհքն է, ընդհանուր շնորհքն է, որ բոլոր մարդիկ այդ կարողությունը ունեն։ Ուրեմն, երբ ասում ենք լիովին պղծված, չի նշանակում, որ բարիք չեն կարողանել։ Անցյալ անգամ ասացինք, Ջոն Քալվինը ասել է, որ սրանք քաղաքացիական առաքինություններ են։ Civil values, քաղաքացիական առաքինություններ են եւ ուրիշ մարդկանց վերաբերյալ աշխատանքներ են, հորիզոնական են, մարդը մարդուն է անում դա։ Հորիզոնական մակարդակի վրա են կատարվում, բայց Սուրբ Գրոց համաձայն մի իրապես Աստծո առջև արդարացնող բարի արարքը այն արարքն է, որ դրա արտաքին արարքը եւ ներքին շարժառիթը միասնաբար երկուսն էլ լինեն բարի, սուրբ եւ աստվածափառ։ Ուրեմն, այսպիսի արարքներ, այս մարդասիրական աշխատանքները, բարեգործությունները ուղղահայաց ազդակ չունեն։ Աստծո առջև որևէ արժեք չեն ներկայացնում։ Աստված չի նայում մարդասիրական աշխատանքներին, որ մեղավորները գործում են, օրինակ համար Bill Gates։ Ես չգիտեմ Bill Gates-ը հավատացյալ է կամ ոչ։ Նրա նման հարուստ մարդիկ, Mother Teresa-ն ասենք։ Ես չգիտեմ իրենց հավատքի մեջ ինչպիսին են, բայց գիտեմ, որ շատ բարի բաներ են անում աշխարհում։ Ջրհորներ են խփում, մարդկանց աղքատներն են օգնում, չգիտեմ, երկրաշարժից վնասվածներին, տուժվածներին են օգնում եւ այլն եւ այլն։ Որևէ մի այսպիսի արարք անող չի կարող Աստծո առջև կանգնել եւ ասի, որ տես, ով Աստված։ Ես այդ բարիքն արել եմ, որպեսզի երբ որ գամ քո առջև կանգնեմ, դու ինձ իմ մեղքերիցս ազատես, ներում չունես։ Այդ բարիքները, որ արել են մարդկանց, Աստծո հետ չի աշխատում մեր խոսքերով։ Աստված դրանց որպես արդարացման հիմք չի ընդունում։ Ինչու չի ընդունում։ Դուք ասեք։ Որովհետև մեղքի բարձքը ինչ է։ Իմերվես։ Աստծո հետ առուտուր չենք կարողանում։ Աստծո հետ մեր ուխտը բեկանված է։ Ուրեմն, երբ որ մեր ուխտը բեկանված է, մենք միայն կարող ենք կրել Աստծո անեծքը։ Միթե որ այդ ուխտի բեկանության պատիժը ուրիշը կրի, որպեսզի մենք դրա տակից կարողանանք բրծնել։ Եվ այդպես է, Հիսուս դրա համար աշխատեք։ Շատ դատական հարց է, շատ պարզ է։ 2 անգամ 2, առավել 4, այսինքն դա շատ պարզ է։ Ուրեմն, այս բարեգործությունները ուղղահայացք ազդակ չունեն մեզ արդարացնելու։ Թեպետ լավ բաներ են։ Մարդիկ օգտվում են սրանցից։ Գիտեք, որ բոլոր դպրոցները, բոլոր համալսարանները աշխարհի մեջ, բոլոր հիվանդանոցները, նույնիսկ բուժքույրական կամ հիվանդապահական բոլոր աշխատանքները սկսել են քրիստոնյա հավատացյալներ։ Առաջվա հին հեթանոս աշխարհում հիվանդանոց գոյություն չուներ, դպրոց գոյություն չուներ, համալսարան գոյություն չուներ։ Սրանք լավ բաներ են, մարդասիրական աշխատանքներից են սկսել եւ հիմա
Առանց դրանց մարդիկ չեն կարողանում նույնիսկ ապրել։ Բայց դրանք Աստծո առջև մեղք քավելու բարոյական արժեք չեն ներկայացնում։ Ընկած բնական մարդը աշխարհ է գալիս, ապրում է, շատ այսպիսի բաներ անելու կարող է եւ անում են եւ ազնիվ են դրսից պատշաճ են երևում, ազնիվ են, օգտակար են, բայց էությամբ եւ կորիզում հիմքում բոլորն էլ այս պղծության ազդակը ունեն իրենց մեջ։ Որտեղ մարդիկ են որ կատարում են։ Եվ այդ պղծության ազդակը այն է, որ դրա հիմքը, որի վրա հաստատվում է այդ բոլոր բարեգործությունները, իրենց վերջնական բարիքի համար են անում։ Որ երբ որ Աստծո առաջ կանգնում են, կարողանան ասեն, թե հիմա դու պիտի ինձ ներես, որտեղ ես 10 հատ հիվանդանոց եմ սարքել, ազգիս եմ օգնել, ինչ ունեի, չունեի տվել եմ աղքատներին եւ այլն։ Կարծում եք, որ Աստված այդպես կընդունի մեկ։ Ուրեմն վերջնականապես իրենք են խնդրո առարկան, ոչ թե Աստծո փառքը։ Դրա համար անընդունելի են։ Մատթեոս 7:24-ի մեջ Տեր Հիսուս մի նմանություն բացատրեց, վերջատերս գիտենք դրա պատմությունը, իմաստուն մարդու եւ հիմար մարդու տուն շինելու պատկերը։ Ասեց, որ իմաստուն մարդը իր տունը շինեց ժայռի վրա, իսկ հիմար մարդը իր տունը շինեց ավազի վրա։ Նա ուզում էր ասել, որ կարևոր է, որ քո արարքների հիմքը ինչ է, եւ վերջնական քո վիճակը պիտի հայտնաբերվի այդ ներքին, այդ հիմնական նախահիմքի վրա, դրա համեմատ թե ինչի վրա է շինել քո բոլոր հույսը, հավատքը եւ տունը։ Անձրևները հորտեցին, գիտեք պատմությունը։ Այն որ ավազի վրա էր փլվեց եւ հիմար անվանվեց, նրա կործանումը մեծ եղավ եւ այն որ քարի վրա էր շինված մնաց անշարժ։ Ուրեմն, եթե մենք որևէ բարեգործություն պիտի անենք, որևէ բանի վրա պիտի հենվենք, այդ պիտի լինի ժայռը, ոչ թե մենք։ Ուրեմն, անհավատների եւ հավատացյալների տարբերությունը բարեգործական աշխատանքներում այդ է։ Հավատացյալների բարեգործությունը իրենց հիմքը աստվածափառությունն է։ Իրենք չեն անում, որ իրենք երևեն։ Իրենց մեղքերի արդարացման համար չեն անում, իրականության մեջ որովհետև արդարացել են, ապա հիմա նաև բարեգործություններ են անում, որ դրանով հորիզոնական բարեգործություններ կատարած ընթացքում կարողանան այդ բարեգործության բարիք ստացողներին ավետիսնել տան։ Միսիոնարական աշխատանքների մեծ մասը, թե ոչ բոլորը այդ միտումով են անում, Աստծո փառքի համար են անում։ Ուրեմն, երբ ասում ենք լիովին պղծված է մարդը, չի նշանակում, որ բարի գործ չի կարող անել, բայց այդ բարի գործը իրեն որևէ հոգևոր արժեք չի ներկայացնում։ Տակավին մնում է մեղավոր, տակավին մնում է լիովին պղծված։ Եթե 10 մատերը մոմ անի, այս մեղավոր մարդը, եւ բոլոր ունեցվածքը ծախի տա աղքատներին, բոլոր Հնդկաստանի մեջ ամեն փողոցի գլուխը մի հատ հիվանդանոց սարքի, ամբողջ Հայաստանը ոսկեպատ անի, ամբողջ Ամերիկան չգիտեմ ինչ անի, եւ մեղավոր մեռնի, նա տակավին դժոխք է գնալ։ Այդ է սովորեցնում Աստծո։ Եվ այդ է նշանակում, երբ ասում ենք լիովին պղծված։ Երկրորդ բանը, որ ուզում եմ նշել, եւ այս էլ ուղիղ է, եւ ոչ բարեկարգյալ քրիստոնյաները սրան են առարկում եւ որպես առարկություն են ներկայացնում, ուրեմն պատասխանը այս է։ Որով ասում են, որ դուք ասում եք լիովին պղծված, ուրեմն եթե մեկը լիովին պղծված է, նա չի կարող որևէ, նա շատ գեշ մարդ է, այսինքն ծայրահեղ պղծված պիտի լինի։ Երբ ասում ենք լիովին պղծված, չի նշանակում ծայրահեղ, ծայրաստիճան պղծված։ Ծայրաստիճան պղծության մասին չենք խոսում։ Այնքան, որ հնարավոր է մեկին պղծվել, որ այլևս չկարողանա որևէ մի բան անել, դրա մասին չենք խոսում։ Այդ չի նշանակում։ Ծայրաստիճան պղծությունը այն է, որ
Մարդը այնքան պղծված է, այնքան որքան հնարավոր եւ կարելի է, պղծության ամենավերջին ծայրաստիճանության մեջ է գտնվում։ Դա չի նշանակում, երբ ասում ենք լիովին պղծված։ Երբ ասում ենք լիովին պղծված, դա նշանակում է, որ մարդ արարածի, թե ֆիզիկական, թե իր մարդկային կամքը, զգացումը, տրամաբանությունը, իր էությունը եւ նաեւ իր հոգին, իր հոգեկան ազդակը, իր հոգեկան բաժինը մեղքից վնասված է, մեղքից թունավորված է։ Մարդ արարածի մեջ չկա մի բաժին, մի կարողություն, որ մեղքը այդտեղ թունավորած չլինի։ Ուրեմն, եթե մարդ արարածը ունի երկու բաժիններ, ասենք թե, սա հոգին է, հոգևորն է, սա մարմինն է, որի մեջ նաև ներառում է մեր լոգիկան, շունչը եւ այլն, այստեղ կան զգացումները, կամքը, տրամաբանությունը, խելքը եւ այլն։ Երբ որ մենք ծնվում ենք, Ադամից ժառանգում ենք այդ մեղած բնությունը, այդ մեղքը մեզ աղավաղում է, այսպես, there's a layer, հիմա երևակացեք, որ մի հատ շերտ սրա վրա գցենք, սև մութ շերտ, այսպես։ Ուրեմն, տակավին ունի հոգի, բայց չի կարողանում Աստծուն բարի գործեր անի։ Մեռածը չի զգում Աստծո կարևորությունը, սրբությունը, իր մեռած վիճակը, մեղքի տակ մեռած ասում Աստված, անզգա է։ Եվ տակավին ունի զգացում, ունի խելք, ունի կամք, բայց այս բոլորը մեղքից թունավորված է։ Աշխատում են։ Հորիզոնական գետնի վրա կարող է աշխատել, լավ բաներ անում, բայց ուղղահայաց գետնի վրա չի կարող։ Սա չի նշանակում, որ այս մարդը ծայրագույնաբար պղծված է եւ որևէ բան չի կարող անել։ Ամեն մարդ, նույնիսկ ամենամեծ մեղավոր, օրինակի համար ով։ Հիտլերը կարելի է, եթե չարության սկեյլի վրա դնենք, սա լինի անհամար չարություն, սա լինի 0 չարություն։ Կարելի է Հիտլերը մոտեցավ այստեղ, այրան։ 10,000, այո։ Okay, իմ գյուղում ապրող հորեղբորս մեծ հայրը, օրինակի համար կարելի է ստեղ էր։ Okay, մի երկու հատ հավկի կողացալ իր դրան։ Այս մարդն ու այս մարդը հորիզոնական գետնի վրա իրար հետ համապատասխան չեն։ Անշուշտ սրա կատարած մեղքը շատ ավելի է, քան թե սրա կատարած մեղքը։ Բայց երկուսն էլ լիովին պղծված է։ Ծայր աստիճան պղծված չեն, որ այլևս որևէ հնարավորություն չլինի նրանց համար ետ դառնալ։ Ուրեմն, երբ ասում ենք լիովին պղծված, չի նշանակում ծայր աստիճան պղծված։ Մեր թաղի հացագործը, մսավաճառը, ճանապարհի վրա գտնվող ծաղկավաճառը, մեր նախնիկները, որոնք միգուցե չեն լսել Աստծո խոսքի մասին, մեր տակավին այսօրվա ընտանիքների մեջ ապրող տակավին անփրկյալ սիրելիները, որոնք տակավին փրկված չեն, նրանք բոլորը լիովին պղծված վիճակով են աշխարհ եկել, բայց ծայրաստիճան մեղավորներ չեն։ Բարի մարդիկ են, ճակերտյա։ Խեղճ մեծ պապը ինչ մեղք ունի, ուզում եք ուղարկեք դժոխք։ Ոմանք այդպես են նայում։ Բայց Աստծո խոսքը ասում է, որ նրանք տակավին իրենց մեղքերի մեջ են, բայց եւ այնպես ծայրաստիճան մեղավորներ չեն։ Ուրեմն այս մարդկանց եւ բոլոր մարդկանց, բոլոր էությունը մեղքից թունավորված է։ Դրա համար ասում ենք լիովին, այսինքն բոլոր իր ամբողջականությամբ։ Տեղ չի մնացել, որ ասես, այս մարդու խելքի մի ծայրը, այս մեկ քիչը դեռ սուրբ է։ Աստծո առջև ընդունելի է։ Չկա այդպես մի տեղ, մարդ արարածը կամ զգացումների մի մասը։ Սիրելու մեջ մեղք չունի ինքը։ Ուրիշ ուրախության մեջ կարելի է մեղանչի, կամ տխրության մեջ կարելի է մեղանչի, բայց սիրելու մեջ նա սուրբ է։ Այդպեսի բան գոյություն չունի։ Չեք կարող ասել։ That's what it means։ Երբ ասում ենք լիովին, այսինքն ամբողջ
իր subcategory-ներով ենթատասականությամբ։ Ուրեմն Աստծո այս ներգործիչ արարքից դուրս, այսինքն վերստին ծննդյան հրաշքից դուրս, երբ որ Աստված մեզ վերստին ծնունդ է տալիս, այս վիճակը փոխում է, այս սև շերտը պոկում է մեր վրայից, մեզ նոր բնություն է տալիս, մեզ Աստվածունչ ասում է, որ մեր քարե սիրտը, որ չի տրոփում, չի զգում Աստծո այդ ուղղահայաց վիճակը, հանում է մեզանից նոր վիճակ է տալիս, որպեսզի հիմա կարողանում է այս անել։ Մինչև որ այդ նոր վիճակը մեկը չստանա Աստծուց, նա չի կարող Աստծուն հաճեցնել, չի կարող այս լիովին պղծությունից ազատվել։ Նույնիսկ երբ որ մենք վերստին ծնվում ենք եւ նոր բնություն ենք ստանում, այս երկրի վրա, այս աշխարհում, երկրավոր կյանքի ընթացքում մենք կրում ենք այդ մեր առաջվա պղծության հետևանքներից։ Մեր վրա մնում է դրա հետևանքները։ Ջոն Քալվինն ասում է, մեղքի հունդերը մեր սրտի եւ մեր հոգու մեջ տակավին մնում են եւ ժամանակ առ ժամանակ ծիլ են արձակում։ Օրինակի համար։ Ժամանակ առ ժամանակ հավատացյալներ նախանձում են։ Ինչ պետք է անենք։ Բա ինչ եղավ մեր փրկությունը, բա ինչ եղավ մեր նոր վիճակը։ Չի նշանակում որ մենք նոր վիճակ չունենք։ Նշանակում է մենք այս տակավին այս մարմնի մեջ ունենք այդ սիդերը, այդ ծիլերը։ Ուրեմն անմիջապես պետք է դրան արմատախիլ անել։ Լավ, ինչպես արմատախիլ անենք, երբ որ օրինակի համար փորձվեցի նախանձել իմ եղբորս, որ շատ գեղեցիկ այսինչ ունեցավ եւ ես չունեմ։ Ոնց դրա արջևն առնեմ։ Դրա միակ ձևը արմատախիլ անելու սպրեյը որ կա։ Մեր բակերում երբ որ խոտ է ծլում ծաղիկի հետ, ինչ ենք անում։ Նա բաղ կա այսպես սուր։ Դնում ենք մինչև արմատը եւ քաշում ես դուրս է գալիս։ Արմատից պիտի քաշես դուրս։ Հոգևոր արմատախիլ անելու գործիքը ո՞րն է։ Ապաշխարությունն է։ Աստծո առջև կոտրվել եւ ասել մեղամեղ։ Ես նախանձել տեներին։ Եթե դիմացինին մի բան ասացի, օրինակի համար բարկացա եւ անպատշաճ արտահայտություն արեցի իմ եղբորս կամ քրոջս։ Պետք է ոչ թե միայն Աստծո առջև խոստովանեմ ապաշխարեմ, դե գնամ այդ եղբորը ներողություն խնդրեմ։ Եղբայր կներես, այն օրը ես խոսում էի քեզ հետ եւ անհարմար խոսք խոսեցի, խնդրում եմ ինձ ներես։ Ու այդտեղ արմատախիլ է դնում։ Երբ որ մեկը հավատացյալը այդպիսի ներողություն է խնդրում, ոչ թե միայն Աստված է ներում, այլ դիմացինն էլ պիտի ների։ Տերը մեզ պատվիրեց որ ներենք։ Պետրոսն ասավ քանի անգամ ներենք։ 7 անգամ բավարար է։ Սա Պետրոս, ոչ թե 7 անգամ։ Եթե ամեն օր 7 անգամ անի, դու պիտի 70 անգամ ներես։ Եվ կա ասի ներողություն պիտի ներենք։ Ուրեմն ուզում ասել, որ մենք պարտադիր ենք, մեկը մեզանից ներողություն է խնդրում իրապես, մենք պետք է ներողություն տանք, ներողամիտ լինենք եւ պետք է ներենք։ Ուրեմն ապաշխարությունը այդ մեր մեջ եղող մեղած ծիլերը արմատախիլ են եւ մենք կարողանում ենք այս մարմնի մեջ տակավին մեղած շրջապատի մեջ ապրելիս Աստծո հաճելի բաները անենք։ Տիրոջ շնորհ, Աստծո զորություն։ Եվ դա կամած ավելի է աճում, երբ որ սա է աճում, guess what, սա էլ է աճում։ Դրա համար Հակոբոսն ասում է, եթե ձեր հավատքը գործեր չունի մեռած է, որտեղ այս երկուսը իրար կապված են։ Չի նշանակում, որ եթե գործ չանես, երկինք չես գնալ։ Դա այդ չի նշանակում։ Ուզում ասել, որ եթե դու ասում ես, որ ես Աստծո հետ հաշտ եմ եւ սա իզորու է եւ Աստծո հետ հարաբերության մեջ եմ, բնականաբար պետք է մարդկանց հետ էլ հարաբերության մեջ լինես։ Բնականաբար դա պիտի քեզանից բխի։ Դու չես կարող Աստծո հետ լավ հարաբերություն վայելես եւ մարդկանց հետ երբեք բան ու գործ չունենաս։ Անհնար է դա։ Դա նշանակում է կամ դու ես սուտ ասում, կամ չես հասկացել ինչ է կատարվում քո կյանքի մեջ։ Կամ աննազանդ ես։ Ուրեմն, երբ ասում ենք ծայրահեղ պղծություն, երբ ասում ենք լիովին պղծություն,
չի նշանակում ծայրահեղ պղծություն, որտեղ ծայրահեղ պղծության մեջ գտնվող մեկը չի կարող լինել։ Ուրեմն վերակազմ վարդապետությունը ընդգծում է մարդուս անկման ծանրությունը եւ նշանակությունը ուղիղ կերպով եւ ուզում եմ ասել, որ մարդու պղծության խորքն ու չափը այնպես է, ինչ որ Սուրբ Գիրքն է մեզ սովորեցնում, ոչ թե ինչպես մարդիկ են երևակայում։ Որքան ավելի լավ հասկանանք մեր ով լինել, մարդուս վարդապետությունը, կյանքի վրա մեղքի ունեցած ազդեցությունը, այնքան ավելի լավ պետք է հասկանանք, թե ով է Աստված, ինչպիսին գործ արել նա մեզ համար եւ ինչ է հիմա մեր պարտականությունը։ Հիմա որ մենք այս պղծությունից ազատվել ենք, Աստված այս լիովին պղծության դատապարտությունը դրել է Հիսուսի վրա։ Եվ մենք այս պղծությունից անցել ենք դեպի ինչ։ Սրբություն։ Երբ որ Տերը մեզ վերստին ծննդով այցելեց, շատերը մեր ամենօրյա բարբառով մեր հոգևոր աչքերը բացվեցին, այսինքն վերստին ծնվեցինք եւ Աստծո խոսքին հավատացինք, Հիսուսին վստահեցինք, որ մեր համար ապրեց, մեր Տեր մեռավ, հարություն առավ, որպեսզի մենք մեր մեղքերից արտահանենք։ Երբ որ վստահելով Աստծո առջև խոստովանեցինք, զղջացինք, դարձի եկանք, հավատացինք, փրկվեցինք, այդ օրից հետո մենք այդ արդարացման աշխատանքից հետո անմիջապես մեր սրբության աշխատանքն է սկսվում եւ մենք սկսում ենք այստեղ աճել։ Սկսում ենք աճել եւ մեծանալ։ Մինչև հասնենք երբ։ Ուրեմն սիրելիներ, երբ որ հասկանում ենք մեղքի խորքը, մեղքի ահավորությունը եւ Աստծո արարքը, այն ժամանակ Աստված, մանավանդ մեր Տեր Հիսուս Քրիստոսը, մեզ համար խիստ թանկագին եւ արժեքավոր է։ Պատճառը, որ հավատացյալներ Հիսուսի հետ այդ մեծ, խոր, լայն հասկացողությունը, բարձր հասկացողությունը տուժում են եւ չունեն, այն է, որ չեն հասկացել, որ Աստված իրենց ինչ է։ Չեն անդրադարձել, որ որքան հիանալի, սքանչելի, անհավատալի գեղեցկաբար Աստծո շնորհքը եւ ողորմությունն է եղել, որ մենք Տեր Հիսուսով փրկություն ենք ստացել։ Մեր փրկությունը շատ մեծ արժեքավոր մի բան է։ Մեր Տերը հիանալի արժեքավոր մի էակ է, անձնավորություն է։ Եվ կարժի այս Հիսուսի համար, այս մեր Տիրոջ համար ամեն զոհողություն հանձնել, ամբողջ զոհողություն հանձնել։ Ինչ որ մենք կարող ենք ամենայն սրբությամբ, մեր բոլոր մարդկային ջանքով, մեր սրբագործության մեջ առաքյալի խոսքերով մեր փրկությունը գործենք, որովհետև Աստված մեզ նոր բնություն է տվել, այս պղծությունից մեզ ազատել է, սրբության մեջ է կանգնեցրել։ Կողոսացիի խոսքերով մեզ տիրապետությունի խավարի բռնակալությունից ազատել է եւ փոխադրել է լույսի որդու թագավորության մեջ։ This is huge, շատ մեծ է, շատ մեծ է։ Ուրեմն կարժի այս Տիրոջը փառք տալ, որ մեզ այս անկում կրած վիճակից մեր ոտները հաստատեց։ Դավիթն ասում է. Տերը ինձ ինչից հանեց, տիղմից, տղմալի փոսից հանեց եւ ոտներս ինչի վրա հաստատեց, ժայռի վրա հաստատեց։ Այս է մեր ուրախության, երջանկության, հավատքի, մեր Տեր Հիսուս Քրիստոսի արժեքավորության եւ մեր բոլոր պաշտամունքի, բոլոր փառաբանության հիմք, կարևորությունը, մեծությունը, շքեղությունը։ Դրա համար մենք բոլորս ընկնում ենք մեր Տիրոջ ոտներին եւ նրան ասում ենք դու ես մեր Տերը եւ մեր Թագավորը եւ մեր Քահանապետը ու Մարգարե։ Այստեղ կանգ պիտի առնենք ու ավարտվում է մեր անկման դասընթացքը, եթե կան հարցումներ, ուրախ կլինեմ ձեր հարցումներին, որքան որ հնարավոր է պատասխանել։